Մեր բարեկամի տանն ենք, պատրաստվում ենք գնալ Սուրբ Սարգիս մատուռ, այ այն վերևում է գտնվում, միշտ որ մեր տնից ցույց եմ տալիս, ասում եմ խեչի դաշը, այ այն վերևն է, և մնացած նկարահանումները այնտեղից կարվի, որ դուք էլ ծանոթանաք այդ վայրերին, գնում ենք տապլա անելու Սուրբ Սարգիս մատուռում։ Միշտ ասել եմ, որ Սուրբ Սարգիսը արագահաս սուրբ է և մեր խնդրանքները կատարում է։ Այս բարի առավոտի հետ բոլորիս պահապան լինի Աստված, Հիսուս Քրիստոս և Սուրբ Հոգին մեր գլխավերև թևածի միշտ և միշտ, բոլորիս նպատակները իրականություն դառնան։ Արդեն դուրս ենք եկել և ուղևորվում ենք դեպի Սուրբ Սարգիս մատուռ։ Համաթե ամբուչանգսը հե կապելա, փագելա մեր այս սիրուն սարը ձորերը, աշնան տեսարանները, չնայած ասեմ, որ շատ համով հոտով եղանակ ա, այ որ կգնանք, կտեսնեք, թե ինչ տեսարաններ է բացվում մեր առջև։ Մեր ամենագնացը հաղթահարում է Սուրբ Սարգիս մատուռի ամենաբարձ ճանապարհը, և ահա բարձրացանք, և ուզում եմ մինչև մատուռ հասնելը տեսնեք մեր չքնաղ բնությունը ճանապարհաեզրերին և մինչև տեղ հասնելը այսպես պահում եմ իմ տեսախցիկը, թեպետև շատ կուզեի, որ ես էլ ունենալ մի մեծ ռեժիսորական խումբ, որ մեզ կողքից նկարահաներ, դուք էլ տեսնեիք մեր ամենագնացը և այդ ձևով ավելի հետաքրքիր կլիներ, բայց բավարարվում ենք մեր եղած ձով, այսպես էլ վատ չէ, կարողանում եմ որսալ գեղեցիկ տեսարանները և նույնպես հետաքրքիր է դիտել։ Նախապես բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում, սիրելի հետևորդներ ջան, գիտեմ, թե ինչքան ջերմ տողեր եք ուղարկելու ինձ։ Գնում ենք տապլա անելու, տապլան կարելի ասել մատաղն է, որը մեր հայ ժողովրդի մեջ այդպիսի խորը նստվածք է տվել, շատերը մերժում են, շատերն ընդունում են, և ահա հասանք Սուրբ Սարգիս մատուռ, փառք Աստծո, եկել ենք սրբի դուռը։ Նաև ասեմ, որ այստեղ միշտ մարդիկ են հավաքվում, թե մեր գյուղից և թե կողքի գյուղերից, գիտեմ, որ մարդաշատ է լինելու։ Ես առաջ եմ ընկել, սիրելի հետևորդներ ջան, հասանք Սուրբ Սարգիս մատուռը, Աստված օրհնի բոլորիս, Սուրբ Սարգիսը կատարի մեր բոլորիս երազանքները և արագ ձևով տեղ հասցնի բոլորիս երազանքները։ Մեր ուխտը կատարենք, հետո էլի նկարահանումներ կշարունակենք, սիրելի հետևորդներ ջան։ Մի թեթևակի մեր շուրջը նայենք, ահա մեր գյուղը, շնորհ գյուղը, որ փռված է սար ձորերի վրա։ Արի, թաթիկը տուր։ Պտտվում ենք Սուրբ Սարգիս մատուռի շուրջը 3 անգամ ժամացույցի սլաքի ուղղությունով, սիրելի հետևորդներ ջան։ Էլի մարդիկ կան, կփորձեմ հնարավորինս նկարահանումները կատարել, որ դուք էլ հաճույքով դիտեք։ Մեկ պտույտը պտտվել ենք, սա մեր երկրորդ պտույտն է։ Եվ մեր ձեռքը պարտադիր կպցնում ենք Սուրբ Սարգիս մատուռի քարերին։ Բարև ձեզ, թաթիկը կպցում։ Արդեն երրորդ պտույտն ենք պտտվում, սիրելի հետևորդներ ջան։
Վերջին տարիներին վերանորոգվել է մեր Սուրբ Սարգիս մատուռի շուրջը, տանիքը, այնտեղ նոր խաչքարեր են բերել, ամրացրել, նստարան են տեղադրել, արևային լույսեր են տեղադրել, որ գյուղի ամեն մի անկյունից էլ Սուրբ Սարգիս մատուռին նայելիս լույս տեսնենք։ Չենք մոռանում մեր ձեռքը հպել Սուրբ Սարգիս մատուռի պատերին, ապրի աղջիկը, և արդեն կարող ենք ներս մտնել և մեր մոմերը բառել, ահա։ Աստված բոլորիս երազանքներն ու նպատակները կատարի, Սուրբ Սարգիս Սուրբը, որ արագահաս է, բոլորիս հասնի, դե մենք էլ վառենք մեր մոմերը։ Խաչը և խաչի զորությունը, իմաստով լեցուն։ Ես իմ մոմը հոգով ու սրտով վառեցի ու կամանց դուս եկա, քանի որ խալխը շատ ա, ես մի քիչ գրաղել ա, որ մի թիքա ծանոթացնեմ մեր գեղի հետ, չնայած որ ամբոտած ա, բայց էլ ախրը արևում ա, ես վենց քարի գլուխն ա, պտիտ կանք ես կրան վրա, ես մեր գեղի մեյդանն ա, դպրոցը, մեյդանա մեջը, ես էլ բուջուր քարի գլուխն ա, սայ ես, պտիտ կանք են կրան ռեսի վրա, ես մեր թաղերն անգնում, ես մեր տունը ստեն տենում եմ, հնայ, ընդիա, հրեն են, պտիտ կանքը մի, սը հենց ճիշտ ամբոտացա, բայց թե մտիկ անենք էլի, ձեր ծանոթ սարուձորերն ա, չէ, որ միշտ իմ տան բալկոնիցը, կամ էլ իմ տան են կրան ռեսիցը, նկարահանում եմ, հետո համ ես եմ հիանում, համ ձեզ եմ հիացնում, ձեզ էլ եմ դարձրել իմ գեղացին, դուք էլ եք իմը, այս խեչի դոշի եդիկուրնա, ստիել կայեքա, թաղ, ստիել ամխելի ժողորդ ապրում, հա, բաղ ու բաղչենով, շելլիգով, նորակառույց տներով, հին տներով, դե գեղը տհեն ստիլիլ, գեղի համու հոտը ուրիշա, ես շատ եմ սիրում իմ գեղը, սիրել է հետևորդներ ջան, գիտեք, ամեն մարդ իրա հողի վրայա, ոտը գետնի ғայմ վեր դնում, հլապտիտ կանք ես կրան վրա, թե քանի որ ժողոր թղալինա, հենց հանեն, որ իրան կրևան ոչ էլի, ես մի ճամփ են ես գլխավերը, ոտով ուղտանողնու հմարա, ով որ ուղտանում, որ ոտով ես դիբը բրծրանալտի, շատ զոր ճամփայա, համախեչը քաշումա, գալիս են, էտելա շատ լավ ճամփա, հետարքիր, սոճիներով շրջապատված, Ստեն դաժե աղտալին արևում, այրումնին արևում, աղտալու պասիլոքն արևում, բայց թե դա ամբոտացա, հլա եդեք էլ եմ, ստի, տենամ ինչ կա չկա, մարդիկ իրանց մոմը վառում են, ասեն, որ իմ բարեկամնու հետ եմ, ես էլ հետը իրեք ընտանիքով ստի ենք, այս պահին, սաղիս ուղտը իկատարած է Սուրբ Սարգիսը, գնում ենք երազանքների քարի կուշտը, այս քարի կշտին սաղս էլ նկարվել ենք, իմ երեխեքն էլ, երբ որ փոքր էին ու իրանց հետ գալիս էի, կամ էլ դպրոցն էր բերում, ուսուցիչները կազմակերպում էին դեպի խեչի դոշը արշավ, երեխաներին բերում էին այստեղ, նկարվում էին երազանքների քարի մոտ ու լավ հուշերով տուն էին վերադառնում, այստեղ ընդհանուր ձայնը անջատել եմ, դե գիտեք էլի նման դեպքերում ոնց ա լինում, բարեկամներով ասում խոսում ենք ու որպեսզի ձեզ էլ դիտելը հաճելի լինի, ընդհանուր ձայն անջատել եմ և այս պահին մոնտաժային աշխատանքներով եմ ձեր հետ
զրուցում, սիրելի հետևորդներ ջան։ Շատ շնորհակալ եմ, որ կարողանում եմ այսպիսի գործերով միանալ ձեզ էլ տրամադրել, որ գնաք սրբերի դուռը, չմոռանանք մեր սուրբ վայրերը, լուսանկարվենք, մեր ուխտը կատարենք և տուն վերադառնանք թեթև հոգով։ Այսօր մեր մեծ գյուղը, իմ շնորհ գյուղը, սիրելի հետևորդներ ջան։ Արդեն մեր ուխտը կատարել ենք ու գնում ենք տուն։ Արդեն եկել ենք տուն ենք հասել, բարեկամիս տանն ենք, ես էլ Տաթևն էլ, և այստեղից էլ է երևում Խեչի դաշը, Սուրբ Սարգիս մատուռը։ Իրենց պատշգամբից եմ նկարահանում և այստեղ խոշոր զկերի ծառ եմ տեսնում, հատուկենտ կա, քանի որ կարկուտը այստեղ էլ էր վնասներ հասցրել։ Ես տեսնում եմ, բայց տերևների գույնի հետ ձեր համար տեսանելի չի։ Տերևները լրի կթափվեն ու արդեն զկերները հասունացած դա էլ ցույց կտամ, երբ որ ժամանակը կգա։ Եղանակը այստեղից տեսնենք, ինչ տեսք ունի գյուղի մեր այս կողմը։ Այնց քարի գլուխը, որ վերևի ցույց էի տալիս, և այդպես։ Խորը աշուն, վայել ենք խորը աշունը։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, բարեկամներս խոզ են մորթում, եկեք գնանք տենանք։ Շատ հետաքրքիր է այդ պահերը։ Այ դեղացնի։ Թողացնենք խոզուկին։ Հա։ Խոզուկը խորոված, խոզուկը տապակած, խոզուկը ապրել էր ուզում, բռնեցին խոզուկին, հետո լողացրին, այսինց, հավիսով։ Այսինց, մաքրենք խոզուկին։ Հա։ Սար ջուդա վայտանը։ Դու գալա։ Շորը չգիտես ինչ։ Կարող ամիսին նեսոյ Ղարաբաղնիսն եմ անում։ Точно, նեսոյ Ղարաբաղնիսը։ Բայց փափաթում են, չէ՞, ընդհանրապես։ Հա, շաշենան։ Բայց թե վարպետ մարդիկ չեն, էլի։ Հա։ Ուստայա, ուստա։ Շամպուն էլ դին բերել է։ Գլամեր ջուր բերեմ։ Այ մեր խոզուկը ճերմակել է։ Իսա կաշի ենք ուտելու, ջոն, ով է սիրում կաշի։ Եկեք կաշի ուտելու։ Ով է սիրում, ասեք է, ասեք։ Կոլեկտիվը։ Կոլեկտիվա։ Դե լավ է, շարունակում ենք փայլացնել մեր խոզուկին։ Լավադալակցրու։ Տնավարի ու հավեսով։ Ինչ է պիսը, ես ու պիսոն ես, որ եկել ես, հա, բայց ինչ սիրում ես դու, հա, այստեղ արդեն միս են արել տղաները, ոնց սիրում ենք ասել, խոզուկը միս են արել, այս էլ մեր խոզուկի պոչիկը, շատ ընտիր միս ուներ, մասերի են բաժանել ու տեղավորում ենք։ Ձեր համար շատ հետաքրքիր եղավ իմ այս նկարահանումները։
Դե գիտեք, որ բարեկամներով հավաքվում ենք, ասում, խոսում, ուրախանում ենք։ Դրա համար էլ իմ այս անգամվա վլոգը այս ձևով ստացվեց։ Բոլորիս բարի դիտում եմ մաղթում։ Եկեք մի գաղտնիք բացեմ, հա։ Այսպես հերթով, կարգով, որ չալաղաժները պիտի խորովենք, ասեմ, որ խոզի միսը ուժ է տալիս։ Եվ կողքից էլ դասավորությունները կտրվի, ու արդեն կրակն էլ կվառենք։ Սիրելի հետևորդներ ջան, եկեք գնանք տենանք խորովածի կրակը, ոնց է վառվում։ Ես գիտեմ, որ դուք էլ ինձ նման սիրում եք այս պահերը։ Ջան, ընտիր։ Եղանակը ճիշտ ասենց ամբոտած մնաց, ամբուչանգը կապած մնաց, բայց մի տեսակ ջերմություն է փոխանցվում երկնքից, օդը մաքուր։ Ես ու Տաթևն էլ բարեկամներիս տանը մեզ լավ ենք զգում։ Եկա մի պահ այս լավ պահն էլ նայել, հիանալ, ձեզ էլ ցույց տալ, ձեզ էլ հիացնել։ Այս էլ դափնու ծառն է, սիրելի հետևորդներ ջան, մեծ ծառ ունեն իրենք Բաքում, դափնու ծառն է, որին մենք սիրում ենք ասել լավրորի լիստ, կոկոմածա, ու այս շրջանում է կոկոմում ինքը, սա իրա կոկոմները մոտեցնեն, հետո ծաղկելու է, սպիտակ գույնի ծաղկում է, մանր, դափնու ծառը տերևաթափ չի լինում, երբեք սիրելի հետևորդներ ջան, ինքը մշտադալար ծառերի թագուհին է, որ երբեք տերևաթափ չի լինում։ Ինձ նման իրենք էլ են ճուտիկներ պահում, սիրելի հետևորդներ ջան։ Մի քիչ էլ էստեղ պտտվենք։ Հա, վախեցաք ինձանից։ Այ, որ իմ ճուտիկների մոտ եմ գնում, ինձանից չեմ փախչում, հակառակ ինձ մոտ են գալիս։ Այսօր եք փախչում ինձանից, չեք ճանաչում ինձ։ Եկեք ծանոթանանք։ Չալտիկներ։ Այ չալտիկներ։ Դե լավ, չվախացնենք ճուտիկներին, այսինքն կենթանին էլ է իր տիրոջը ճանաչում։ Գիտեք, որ ես իմ ճուտիկների մոտ եմ գնում, ոնց են լրիվ վազքով գալիս ինձ մոտ։ Այստեղ հակառակը եղավ, ինձանից փախչում են։ Մենք զրուցենք, ձեզ էլ հավեսի բերեմ, այս տեսարաններով, ուրցը փշրում է, կանուշ բույրը տարածվել է, պարտադիր խորովածի մսին ուրց ենք հանում, մեր սարերի ուրցն է, և համ ու հոտը շատ ընտիր է։ Եվ իմ գործը միայն նկարահանելը եղավ, ահա։ Ջանեմ ասել է։ Մինչև որ բարեկամներս զբաղված են այս ամենը պատրաստելով, ես էլ դե նկարահանումներս եմ կատարում թեպետև դժվարացան, բայց ստացվեց։ Անընդհատ ուզում ենք գալ կրակի մոտ, կանգնել կողքը, ինչ որտեղ էլ մի քիչ տաքանալ, եթե օրն էլ մի քիչ ցրտոտ է լինում, անգամ եթե շոկ է լինում, այդ ժամանակ էլ ենք հավաքվում կրակի շուրջ։ Արդեն միսը շարել ենք շշերի վրա, շամփուրների վրա ու բերել ենք այս մեծ քոթուկի վրա ենք տեղավորել, հավեսով, հայավարի, ջան, կարտոշկեն էլ ենք խորովելու այս վիճակով և արդեն տղաները շարունակություն կտան։ Եվ արդեն շարում ենք, հավեսով։ Ամենաթեժ պահն է եկել, սիրելի հետևորդներ ջան, և
Ես էլ եմ օգնում ու շամփուրները պտտում ենք այստեղ։ Եվ արդեն խորովածի հոտը տարածվել է։ Սենից հավեսով։ Չէ, մի քիչ էլ թողանք։ Ես էլ օգնեմ էլի, սիրելի հետևորդներ ջան։ Գիտեք, որ սենց գործերի մեջ հավեսով եմ։ Անտի։ Ջանա։ Արդեն խորովածը պատրաստ է, տուն ենք բերել։ Առատ խորոված ենք արել, քանի որ բարեկամներով հավաքվել ենք։ Ահա։ Ցանկանում եմ, որ դուք էլ միշտ բարեկամներով լավ լինեք, բարեկամությունը պահպանենք, սիրելի հետևորդներ ջան։ Դա մեր հայրիս մեջ ավանդույթ է, որ պահպանենք բարեկամությունը։ Սեղանը պատրաստ է, մեզ բարյախորժակ, ձեզ էլ բարի դիտում։ Այստեղ հաջորդ օրն ենք նորից հավաքվել և պատրաստվում ենք խորովածի և խորովածի շոուն շարունակվում է։ Դա-դա-դա-դամ։ Ջան։ Ավարտելով վլոգս ուզում եմ ասել, որ եկեք պահպանենք ընտանեկան, բարեկամական հավաքույթները հավեսով ու ջիգյարով։ Բարի դիտում բոլորիդ սիրելի հետևորդներ ջան։